Այսօր տեղի կունենա գիտական Արցախ պարբերականի հերթական 23-րդ համարի շնորհանդեսը, 23-րդ համարը, որը 2024 թվականի վերջի 4-րդ համարն է, ուրեմն իր մեջ ներառում է 19 հոդվածներ, 19 գիտական հոդվածներ, որոնց հեղինակները տարբեր գիտական աստիճաններ եւ կոչումներ ունեն։ Ուրեմն այս համարում ընդգրկված 19 հոդվածները ներկայացնում են 23 հեղինակներ, որոնցից 2-ը գիտությունների դոկտոր է, 12-ը ասպիրանտ կամ հայցորդ, 8-ը գիտությունների թեկնածու եւ 1 հոգի մասնագետ։ Այս համարը նաև մեզ համար հոբելյանական է, որովհետև այս տարի լրանում է, այսինքն արդեն լրացել է Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորման հիմնադրման 10-ամյակը, հունվարի 13-ին է լրացել եւ համարը նվիրված է հենց մեր կազմակերպությանը, որովհետեւ այս տարիների ընթացքում 10 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել է 50-ից ավելի նախագծեր, որոնցից ամենաճանաչվածը կամ հայտնին դրանք միջազգային գիտաժողովներն են, որոնք կազմակերպում ենք Հայոց պետականության անցյալ, ներկան ու ապագան, հաջորդը դա Արցախ էլեկտրոնային գրադարան կայքն է, որում զետեղված են ավելի քան 14000 նյութեր, եւ երրորդը հենց գիտական Արցախ պարբերականն է, որը ընդգրկված է ինչպես բոկի ընդունելի հանդեսների ցանկում, այնպես էլ ռինց միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում։ Տվյալ համարում ուրեմն ընդգրկված են գիտության տարբեր ոլորտների ներկայացնող ուրեմն հոդվածագիրներ, իրավագիտության բնագավառից քաղաքագիտության միջազգային հարաբերություններ, լեզվաբանություն, գրականագիտություն, արվեստ, հոգեբանություն եւ տնտեսագիտություն եւ փորձում ենք գիտական Արցախի էջերում տպագրել այնպիսի հոդվածներ, որոնք վերաբերում են կամ Հայաստանի կամ Արցախի արդիական հիմնախնդիրներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հայտնել այսօրվա ձեր մասնակցության ներկայացման համար։ Ուրեմն այսօր նախատեսել ենք կազմակերպել գիտական Արցախ պարբերականի 2024 թվականի 4-րդ վերջին համարի շնորհանդեսը, որը 23-րդն է։ Ուրեմն պարբերականը ինչ-որ իմաստով նաև հոբելյանական է, ինչու որտեղ եթե տեսել եք, հասցել եք տեսնել կամ չէ, սկզբից գրել ենք, որ նվիրում է Արցախի երիտասարդ գիտնականների մասնագետների միավորման 10-ամյակին։ Այստեղ ներկաներից մարդիկ կան, ովքեր ուղղակի եւ անուղղակի կապ ունեն մեր կազմակերպության հետ։ Մարիամ Գրիգորյան մեր կազմակերպության անդամ Ռենան Մովսյան երկար ժամանակ համագործակցել է մեր հարգարժան Կարեն Ներսիսյանը եւ գիտական Արցախ խմբավորական խորհրդի անդամ եւ բազմաթիվ գիտական նախագծերը մեզ հետ եղել։ Քիչ առաջ հիշեցինք պարոն Դավիթ Հայրապետյանին, ով երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն է եղել տևական ժամանակ եւ ներողս այն ժամանակ երբ մենք իրար ճանաչել, նա ծրագրեր ենք իրականացրել Արցախում։ Ինչու՞ չէ նաև Տիկին Հակոբյանյան եւ Տիկին Նարին Բեզերյանը, ում հետ մենք համագործակցել ենք այս տարիների ընթացքում գիտական Արցախի շրջանակներում եւ ոչ մեկ։ Այնպես որ բոլոր ներկաները ուղղակի կամ անուղղակի կապ ունեն կազմակերպության հետ եւ մեր կազմակերպությունը, որի մասին հակիչ անդրադարձ կա, այգում է հապաղում ասում 10-ամյակի եւ այդ 10-ամյակի մասին մի փոքրիկ որպես խմբագրական փոքրիկ լույս կա ներկայացված եւ մեր կազմակերպության հաջողությունների մասին հնարավորինս հակիչ ներկայացված են հոդված, որոնք ներկայացնում են 23 հեղինակներ։ Հեղինակներից 2 հոգի գիտությունների դոկտորներ են, 12-ը ասպիրանտ եւ հայցորդ, ուրեմն 8 հոգի գիտությունների թեկնածու եւ 1 հոգի մասնագետ, ով համահեղինակությամբ հոդված է տպագրել։ Ինչպես շատերը գիտեք կամ ծանոթ եք, դա հենց շնորհանդեսի ժամանակ ձեր օրինակներ, գիտական Արցախի ձեր օրինակներ ձեզ փոխանցելն է, անմիջական մասնագետում իրար հետ շփումը, մեր արդեն մի քանի անգամ դրա մասին խոսել են գիտական նետվորքինգը, որ մասնագետները մեծությունների հետ ծանոթանան, եւ այս ընթացքում իմ խոսքից հետո եւ չեմ շաղալ գրադի, շատ չեմ խոսի, անցնենք հեղինակներին եւ ներկայանաք դուք եւ հակիրճ հոդվածը ինչի մասին է։ Փորձենք մի 2-3 րոպեի ընթացքում հակիրճ ներկայացնենք ինչի մասին է։